Այս մեկները մենք ընդհանուր կխոսենք, կսկսենք հարցազրույցը հենց օրվա թեմայից, համադրումից, այսինքն տեսեք, ձեր ընկերությունը ստեղծվեց ոնց որ բանկերի եւ տելեկոմունիկացիոն ընկերությունների համատեղ ջանքերով, արդյոք այս հարթակը դարձել է այն չեզոք գոտին, որը հնարավորություն է տվել միավորել տնտեսության տարբեր հատվածները մեկ միասնական հարթակ։ Այո, կարծում եմ արդեն դարձել է, իհարկե շատ ամենքներ դորում ենք, բայց եթե հիշեք, երևի մի տարի առաջ, տարի ու կես առաջ, հիմնականացման և ստորագրություն միշտ ասոցիացվում էր ՏԵԿ-ի հետ, ոստիկանությունում ակտեր վճարելու հետ և այլն։ Հիմա մենք private sector-ի հետ աշխատելով արդեն ունենք բանկեր ինտեգրված, վարկային կազմակերպություններ, տելեկոմներ, այսինքն private business-ը ևս մասնակից է դառնում։ Իհարկե նաև պետական կառույցներն են ավելանում։ Ըստ էության մենք քաղաքացիներին տրամադրում ենք այդ ունիվերսալ բանալին, որով իրենք կարող են իրենց գործարքները կատարել թե պետական և թե մասնագետ։ Ինչպես ըստ ձեզ այս համախմբումը ազդել փոքր եւ միջին բիզնեսի վրա։ Տեսեք, մի քանի տեսանկյունից կարող ենք ամենաառաջինը, ամենակարևորը դա հեշտացել է գործարքները, եթե պատկերացնենք առաջ ամեն ինչ թվային չէր, թղթային ստորագրություններ, թղթային հերթեր էին, ինչ-որ մասնաճյուղներ այցելել էր, գոնե այդքանով արդեն մենք այդ փոփոխությունը տեսնում ենք, որ գործարքները տեղում են օնլայն և գնալով ոչ միայն գործարքների տեսակներն են շատանում, այլև այն տեղերը, որտեղ այդ գործարքները կարելի է համադրել։ Օրինակի համար, եթե պետականի վրա օրինակ բերեմ, հիմա արդեն լայվը աշխատում է ՏՏ-ի կողմից ներդրված այն կոնցեպտը, որ մեկ մարդը կարող է այդ մեքենան օնլայն արկու վաճառք կազմակերպել և վերջում մի հատ ստորագրել, հիմնականանալ և ստորագրել։ Private sector-ում կարող եմ սիրած օրինակը բերել, օրինակ Թիմ Տելեկոյի բաժանորդների սպասարկման կենտրոն երբ որ գործարանում եք, նախկինում պետք է ձեր անձը հաստատեիք, չուփին ասեիք, ձեր հասցեն ասեիք, ազգանունն ասեիք, ինչ-որ հարցերի շարան է, ընտրում կազմակերպությունից կազմակերպություն, բանկից բանկ, հարցերը կարող են լինել 1, 5, 10 և այլն։ Հիմա արդեն մենք ներդրված այդ համակարգը Թիմ Տելեկոյին, որ եթե իմ ID-ի բաժանեք, հեռախոսով հաստատեք ձեր ինքնությունը և վերջ մի քանի վայրկյանների ընթացքում արդեն օպերատորը գիտի կոնկրետ ներդրություն և էապես ավելի արագ, անհամեմատելի ավելի արագ կարողանում է սպասարկել։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս բիզնեսների հետ, այս տեխնոլոգիան ինչ-որ կերպ օգնեց, օգտագործվեց, ինչ-որ ֆիդբեքեր ունեք դրա վերաբերյալ։ Այո, մեծ ֆիդբեքներ ունենք, տեսեք, երբ որ մենք սկսում էինք, մենք որոշեցինք ոչ միանգամից մեր պրոդուկտների ուղղությամբ չաշխատել, այլ առաջին քայլով կենտրոնանալ ինֆրաստրուկտուրայի վրա, այսինքն մեր ամբողջ ինֆրաստրուկտուրան, այն վստահության ծառայությունների ինֆրաստրուկտուրան մեծ ներդրումների և երկար կոնսուլտացիաներից հետո առաջին քայլով այդ արեցինք։ Այդ ընթացքում նաև ուսումնասիրում ենք մեր երկրորդ ընդունները, երկրորդ պրոդուկտները, որոնց մասին այսօր խոսել եմ, և այդ ընթացքում կարելի ասել ծանոթացանք եվրոպական բոլոր մեծ խաղացողների հետ, մի մասը եկան մեր մոտ Հայաստան, մեր գրասենյակ, մի մասին մենք այցելեցինք և շատ խորքային քննարկումներ ունեցանք, կիսեցինք մեր տեսլականով, իհարկե շատ ողջունվեց իրանց կողմից, որովհետև եվրոպական երկրները մեծամասամբ այս ճանապարհը արդեն անցել են, և մենք էլ ասենք չենք ուզում հեծանի գնալ, այլ ուզում ենք այդ best practice ասածին հետևել։ Ոնց որ շատ խորհուրդ ուսումնասիրել ենք, կարելի ասել բոլոր եվրոպական երկրների փորձը, համագործակցում ենք, կապի մեջ ենք և
շատ հետաքրքիր է, որ մենք ոնց որ մեր զարգացման տեմպերով, թե բաժանորդների քանակով, թե տրանզակցիաների քանակով եւ որակով այդ տրենդին հետևում ենք, հա, այսինքն մոտավորապես այն զարգացումը, որ մեկի համար ունեցել է Բելգիան ժամանակի առումով, մենք այդ նույն ուղեծրով ենք գնում, բայց իհապես ավելի արագ, հա, որտեղ այդ փորձը մենք հաշվի ենք առնում, որ այն սխալները, որ են գործել են, ես սխալներ կարող չէ բոլորը գործում են, բայց այն սխալները, որ ենք գործում, մենք կարողանում ենք արագ առաջացնել, արդեն իմանալով, որ այսինքն երևի քիչ առաջ է։ Իսկ ինչ վիճակագրություն կա կապված հենց այդ օգտագործողների եւ այսինքն մարդկանց քանակի եւ տրանզակցիաների քանակի ինչ-որ թվականներ իհարկե կա եւ դա դառնում է շատ թափանցիկ կիսվում ենք այդ ինֆորմացիայով մեզ կայքում իրականում մեզ ասում են ինչ-որ հասկացելի շատ թափանցիկ եք, այո, մենք շատ թափանցիկ ենք, որտեղ նախ հպարտ ենք նրանով ինչ-որ անում ենք, հպարտ ենք արդյունքներով եւ զարգացման տեմպերով եւ սա մեր բոլորի հաջողությունն է, թե մեզ որպես կազմակերպություն, թե մեր հիմնադիրների եւ թե մեր քաղաքացիների, այսինքն այդ առումով միայն սիրով կիսվում ենք։ Ստատիստիկայի առումով տեսեք, մենք ունենք այս բարեդրությամբ, կարող եք մեր վեբսայթում նայել 462,000 բաժանորդ արդեն։ Որ դուք պատկերացնեք, սա 300%-անոց աճ է անցած տարվա համեմատ, այսինքն անցած տարվա մարտ-ապրիլի հետ համեմատ։ Եվ ակնկալում ենք երևի ամսվա վերջ արդեն կլինենք 500,000, վերջ կմոտենանք արդեն 1 միլիոն։ Պարզա որ սա նաև թարգմանվում է տրանզակցիաների քանակին, հա։ Եթե նախկինում ունեինք 1.5 տրանզակցիա ամեն քաղաքացու ամեն ամիս, հիմա արդեն մոտենում է 5-ին, այսինքն ամեն քաղաքացի, այդ տարբեր քաղաքացի, ով ունի email-ի, ամսվա կտրվածքով մոտ 5-6 տրանզակցիա է կատարում։ Եվ դա պայմանավորված է մի քանի գործոնով, առաջինը ոնց որ ասացի, այն տեղերը, որտեղ որ կարող են օգտագործել email-ը աշխատացել, եւ երկրորդը այն տրանզակցիաների տեսակը, ստորագրությունն իրականացումը ավելի դայվերս է դարձել։ Իհարկե, այս 5 թիվը բաժանորդների քանակի եւ տրանզակցիաների առումով, 2.3 միլիոն տրանզակցիա ամսական գումարը աճի տեսանկյունից շատ տպավորիչ է եւ ինձ շատ ոգեշնչում է։ Բայց իհարկե ոնց որ նշեցի ուսումնասիրելով եվրոպական փորձը, միջազգային փորձը, մեր չափսի երկրներում, հա, այստեղ ձգտում է 30-ը, այսինքն 6 անգամ աճելու տեղ ունենք տրանզակցիաների քանակով, եւ հուսով եմ մյուս տարի ժամանակ արդեն ոչ թե 6 անգամ կլինի, այլ գոնե 2 անգամ աճելու տեղ, որտեղ տեմպերը շատ տպավորիչ է, շատ ողջ։ Իսկ ինչ վերաբերվում է անվտանգությանը, հա, դա ամենամեծ վախն է երևի եւ քաղաքացիների եւ բիզնեսի պաշտպանության ինչ միջոցներ կան եւ որքանով է վստահելի ընդհանրապես այդ համակարգը։ Ես կարող եմ ասել, որ բացարձակ վստահելի է եւ բացարձակ անվտանգ։ Այսինքն, եթե հիշում եք, սկզբում ես նշեցի, մենք միանգամից չորոշեցինք պրոդուկտներ ստեղծել, մենք որոշեցինք այդ ինֆրաստրուկտուրան զրոյից ստեղծել եւ ինֆրաստրուկտուրան ստեղծել ենք հետևելով նախ միջազգային այդ best practice-ին եւ հետևելով նաեւ նորեն ասում state of the art, այսինքն դրանից այն կողմ անվտանգ սարք գոյություն չունի եւ այդ սարքը սարքերի խումբը մենք ունենք, ներդրել ենք եւ օգտագործում ենք որպես մեր հիմնարար ինֆրաստրուկտուրա։ Նույնը եւ վերաբերվում է մեր մյուս սերնդի արդեն գործիքակազմին, ամենականացման եւ ստորագրման application-ին, email design ստորագրման պորտալին, սա եւս հետևում ենք միջազգային best practice-ին, գոյություն ունեցող, տեխնոլոգիապես գոյություն ունեցող ամենալավը, ամենամոդեռնը եւ ամենավերջինը այլևս Հայաստանում է եւ մի քանի ամիս հետո արդեն մենք գործարկում։ Սա տեխնիկական մասով, իսկ ռեգուլատոր մասով մենք բազմիցս նշել ենք որպես ռեգուլատոր framework վերցրել ենք EI դասը Եվրոպայի էլեկտրոնային նույնականացման եւ ստորագրության կարգավորումն է, կարգավորում այդ ռեգուլյացիան կարգավորում է բոլոր եվրոպական երկրներում։ Եվ փաստացի հանդիսանում է դե ֆակտո ստանդարտ այս ոլորտի կարգավորման։ Հայաստանը եւս որդեգրել է
միասին մոտ մի ֆրեյմվորք, եւ այդ առումով թե տեխնոլոգիապես, թե պրոցեսներով, թե անվտանգային բոլոր առումներով